Իրավապահներն այսօր զննություն են իրականացրել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի տանը։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էմի Խաչատրյանը։ Նրա փոխանցմամբ տվյալ քրեական գործը որևէ առնչություն չունի Գագիկ Ծառուկյանի հետ, այն հարուցվել է դեռևս 2020 թվականին Առնչ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ եւ արդեն շուրջ 6 տարի քննվում է։ Այժմ ակտիվորեն քննարկվում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև նոր ճանապարհների կառուցումը։ Մենք կարող ենք վստահորեն ասել, որ սա լավ է տարածաշրջանի համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։ Նա նաեւ հավելել է անհնար է, որ որևէ ճանապարհ կարողանա փոխարինել Վրաստանին։ Գործադրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության եւ Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությունը։ Խոսակցության կոմիտեից ուրախությամբ տեղեկացնում են, որ 2025 թվականին Հայաստան հեղինակավոր Paul Trevor Awards մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է Եվրոպայի ժառանգության առաջատարողություն բարձր եւ պատվավոր կոչմանը։ ԱՄՆ մասնակցության բանակցությունների ընթացքում Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները քննարկել են Դոնեցկի մարզում ապառազմականացված գոտի ստեղծելու գաղափարը, որը չի վերահսկվի հակամարտության կողմերից որևէ մեկից։ Նոա Ազա-Ալկմար ֆուտբոլային հանդիպման պայմանավորված այսօր հանրապետական մարզադաշտի հարակից փողոցներով երթևեկող մայրաքաղաքային տրանսպորտը կաշխատի մինչև 0 ժամ 30-ը։